Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջայանը։ Այսօր կփորձենք տալ մի շատ տարածված հարցի պատասխան. արդյոք հնարավոր է կրկնակի վարակվել հելիկոբակտերային վարակով։ Սա շատ տարածված հարցադրում է, քանի որ պացիենտները միշտ պատմում են, որ օրինակ 1 տարի առաջ ստացել են հակահելիկոբակտերային բուժում, որից հետո կրկնակի տեստով եղել է պատասխանը բացասական, սակայն մի քանի ամիս հետո կամ 1 տարի հետո նորից շնչական տեստով եղել է արդյունքը դրական հելիկոբակտերային վարակ։ Ինչու է այսպես տեղի ունենում։ Նախ ասեմ, որ մեծահասակները հելիկոբակտերային վարակով ունակ են վարակվել ավելի քիչ, քան երեխաները։ Վարակման ռիսկը ավելի բարձր է լինում կյանքի առաջին տարիներից, քանի որ նախ երեխաների իմունիտետը ունակ չէ լինում ճանաչել եւ արդյունավետ կերպով պայքարել վարակի դեմ, եւ երկրորդ երեխաները չեն պահպանում անձնական հիգիենայի կանոնները, օրինակ բերան են տանում տարբեր առարկաներ, որը մեծացնում է վարակման ռիսկը։ Եթե մեծահասակի մոտ բուժումից հետո նորից հայտնաբերվում է հելիկոբակտերային վարակ, սա նշանակում է, որ կամ հելիկոբակտերով կրկին է վարակվել, կամ տեղի է ունեցել ինֆեկցիայի ռեցիդիվ։ Ռեինֆեկցիան, այսինքն կրկնակի վարակումը հելիկոբակտերով արդյունավետ բուժումից հետո հազվադեպ է հանդիպում։ Հավանականությունը 2% է տարվա մեջ։ Համարվում է, որ ռեինֆեկցիան հավանական է հելիկոբակտերի բարձր տարածվածություն եւ վատ սանիտարական պայմաններ ունեցող երկրներում, քանի որ վարակի փոխանցումը հիմնականում տեղի է ունենում ֆեկալ-օրալ եւ ավելի քիչ օրալ-օրալ ճանապարհով։ Օրինակ, նույն ատամի խոզանակով ընտանիքի անդամների միջև կիրառելու պարագայում։ Ավելացնեմ, որ երեխաներին պրոֆիլակտիկ կերպով հելիկոբակտեր ստուգել պետք չի, քանի որ նրա բուժումը միշտ արվում է հատուկ ցուցումների դեպքում, օրինակ, երբ տան անդամներից մեկի մոտ առկա է ստամոքսի քաղցկեղի դեպքեր։ Մյուս տարբերակը ինֆեկցիայի ռեցիդիվը, այսինքն նրա կրկնակի հայտնաբերումը հելիկոբակտերի բուժումից հետո նշանակում է, որ բուժումը չի օգնել եւ հելիկոբակտերը լիովին չի վերացել։ Այս դեպքում մարդը սկզբից կարող է ունենալ կոնտրոլ հետազոտության դեպքում բացասական պատասխան, այսինքն հակաբակտերիալ թերապիան լիովին չի ոչնչացրել բակտերիային, սակայն պակասեցրել է նրա քանակը այնքան, որ դիագնոստիկ տեստերը ունակ չեն լինում հայտնաբերել բակտերիան։ Առավել հաճախ ինֆեկցիայի ռեցիդիվ, այսինքն կրկնում տեղի ունենում այն ժամանակ, երբ կիրառվել են ցածր արդյունավետության բուժման սխեմաներ։ Այդ պատճառով էրադիկացիոն բուժման ժամանակ շատ կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, նշանակվող դեղորայքին եւ բուժման տևողությանը։ Դե իսկ ճիշտ ընտրված սխեմայի դեպքում հելիկոբակտերը շանս չունի կենթանի մնալու։ Իսկ այդ հարցում ձեզ կօգնեմ ես, գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։